Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 6-ից 8 խոսքերը, որովհետև գրքումն էլ կա, թե ահա Սիոնումը անկյան գլուխ ընտիր պատվական քար եմ տնում, որ նրան հավատացողը չի ամաչի, արդ ձեզ հավատացողներիդ համար պատվականություն է, բայց չհավատացողների համար այն քարը, որ տուն շինողները մերժեցին, անկյունի գլուխ եղավ, եւ գլորման քար եւ գայթակղվելու վեմ, որով գայթակղվում են խոսքին չհավատալով, որ դրա համար էլ սահմանված են։ Խոսքը սահմանված է կամ հավատալու, կամ մերժելու։ Դու այսօր լսում ես նույն խոսքերը, լսում են երկու հոգի, մեկը ընդունում է, հավատում, մյուսը մերժում։ Խոսքը հենց դրա համար է, որ մեկը ընդունի, մյուսը մերժի։ Հիսուս իմաստություն էր տվել իր աշակերտներին եւ Պողոս այդ իմաստությունով գրվում է։ Նույն քարոզությունը ոմանց համար կյանքի հոտ է, որն առաջնորդում է դեպի կյանք, ոմանց համար մահվան հոտ է, որն առաջնորդում է դեպի մահ։ Նույն խոսքը մեկի համար կենթանության պատճառ է դառնում, մյուսի համար կորուստի պատճառ։ Ես ուզում եմ, որ Աստծո խոսքը այսօր քեզ համար օրհնության պատճառ լինի, հավատքով բարձրանալու պատճառ լինի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ղուկասի ավետարան 20-րդ գլուխ 17-18 համարները։ Իսկ Հիսուսը նայեց նրանց եւ ասեց. ապա ինչ է այն գրվածը թե այն քարը, որ տուն շինողներն անարգեցին, այսինքն չհավատացին կամ չհավանեցին, նա անկյունի գլուխ եղավ։ Ամեն այն քարի վրա ընկնողները կփշրվեն եւ ում վրա որ նա ընկնի կջարդի նրան։ Այդ քարը այլևս իրականություն է։ Հիսուս Քրիստոսի ծնունդով այդ քարը, այդ պատվական վեմը այլևս դրված է։ Բոլոր մարդիկ անխտիր այստեղ եղողները եւ այնտեղ եղողները, հավատացողները եւ չհավատացողները, հավատքով ընդունողները եւ ծաղրողները այլևս այս վեմի հետ գործ պիտի ունենան։ Երկու ելք կարող է լինի։ Կամ այդ քարին հավատալով, այդ վեմին հավատալով, այդ վեմի վրա իրենց տունը շինելով, պիտի դիմակայեն ամեն փորձությանը եւ ամուր մնան վեմի վրա, կամ էլ այդ քարը մեկի վրա պիտի ընկնի եւ մյուս այդ քարի վրա պետք է ընկնի։ Երկու պարագայումն էլ ջարդվելը, փշրվելը եւ ճզմվելը 100% ելքն է լինելու։ Բայց դու այսօր ելք ունես, շանս ունես։ Ես պիտի պատվեմ այդ վեմին։ Այդ վեմին վրա չեմ ընկնելու, ես պատվելու եմ։ Այդ վեմն իմ վրա չի ընկնելու, որովհետև ես պատվում եմ այդ վեմին։ Ես իմ տունը շինում եմ այդ վեմի վրա։ Ամեն։ Նորից կրկնում եմ, բոլոր մարդիկ այդ վեմի հետ գործ պիտի ունենան։ Այդ վեմն այլևս հաստատված է։ Այդ վեմը կա, եւ այսօր մենք այդ վեմի մարտանալու սուրբ ծնունդն ենք հիշատակում։ Ոմանք պիտի ընկնեն այդ քարի վրա եւ փշրվեն, ոմանց վրա պիտի ընկնի այդ քարը եւ ջախջախի։ Ոմանք պիտի հավատան եւ ապահով ապրեն եւ շինեն իրենց տունը, կյանքի տունը այդ հրաշալի վեմի վրա։ Հակոբոս 4-րդ գլխի 7-ից 8 համարները։ Արդ հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Մաքրեցեք ձեր ձեռքերը ով մեղավորներ եւ ձեր սրտերը մաքրեցեք ով երկմիտներ։ Հալելույա։ Հիմա եթե մեկն իսկապես բարի բան է ուզում, պիտի մոտենա Աստծուն։ Աստծուն մոտենալ հնարավոր է։ Աստծուց հեռանալ հնարավոր է։ Թեկուզ որ Գործք առաքելոց 17-րդ գլխում կարդում ենք, որ Աստված մեզանից հեռու չի։ Լսեք ավետարանի մեջ ոչ մի բառ սխալ կամ սխալ շարադրությամբ գրված չի։ Չի գրված Աստված մեզ ամենքից մոտիկ է։ Գրված է Աստված մեզանից հեռու չէ։ Աստված մեզանից հեռու չի, բայց Աստված ուզում է, որ իրեն մոտեցողը խարխափելով իրան գտնի։ Աստված ուզում է, որ մարդիկ փնտրեն իրեն։ Աստված ուզում է տեսնի այն մեծ սերը, որ ինքն ունի մարդկանց նկատմամբ։
այն բարիքը, որ ուզում են մարդկանց տալ, այդ մարդիկ ուզում են այդ բարիքն իր ձեռքից վերցնեն, թե ոչ։ Եվ Աստված առաջարկում է փնտրել Աստծուն, մոտենալ Աստծուն, որովհետև ասում է մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Մոտեցեք Աստծուն։ Այսօր Աստծուն մոտենալու լավագույն առիթ ունենք։ Աստծուն հնազանդվելու, սատանային հակառակվելու։ Այդ խոսքը, որը տրված է մեզ կամ գայթակղության, կամ էլ շինության համար, այդ խոսքին հնազանդվելու ու լսելու համար։ Հիմա լսեք։ Ինչ պիտի անենք այսօր, շատ կարևոր մի բան, այս ուրախության օրը։ Երկրորդ Կորինթացիս 9-րդ գլխի 6-7 համարներում կարդում ենք, որովհետև ասում եմ այս, որ խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձի, իսկ առատությունով սերմողը, առատությամբ կհնձի։ Ամեն մեկը, ինչպես որ սրտում հոժարություն կա, եւ ոչ թե տրտմությունով կամ հարկադրանքով, որովհետև Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Այսօր, այս ուրախ օրը, մենք ուրախության զոհ պիտի անենք։ Ուրախության զոհ։ Լսեք, ոչ ոք չգիտի, թե դու ինչ ես անելու։ Եթե պիտի քննադատես ունեցածը ամուր պահի գրպանումդ։ Մենք այստեղ հարկահավաքություն չենք անում։ Եվ մենք այստեղ հարկ չենք հավաքում։ Մենք ուրախության զոհ ենք հավաքում։ Եվ Սուրբ Գիրքը սովորեցնում է, այնինչ հավատքով չէ, մեղք է։ Եթե դու չես հավատում, որ քո ուրախության տվողը, քո ուրախությամբ տալը, ուրախությամբ հնձելու պատճառ պիտի լինի, մի դուր։ Ես հավատում եմ, ոչ միայն հավատում եմ, այլ բազում անգամներ հնձել եմ առատությամբ եւ ուրախությամբ, որովհետեւ ամեն անգամ ասում եմ քեզ, ինձ համար, քեզ համար չեմ ասում, ամեն անգամ ես անհամբեր կանգնած սպասում եմ, երբ պիտի կան այս արկղերը, երբ պիտի կան, ամեն անգամ, եւ ասեմ ձեզ, ես ուխտ ունեմ Աստծո առաջ, թե ինչ եմ անում ամեն կիրակի, լինեմ այստեղ, թե չլինեմ այստեղ, ուրիշ եկեղեցի լինեմ, ես այդ պահին եմ սպասում, որ իմ ուխտը Աստծո առաջ կատարեմ, ուրախությամբ կատարեմ, եւ իմ ուրախությամբ կատարածը ես ուրախությամբ հնձում եմ։ Անկամ Սուրբ Գիրքն ասում է, լացով ցանողները ուրախությամբ են հնձում։ Էլ ուր մնաց ուրախությամբ ցանողը, ուրախությամբ չհնձի։ Հալելույա։ Հիմա ես պիտի վերադառնանք հայտնության երկրորդ օրինաց գիրք եւ երկրորդ օրինաց գրքից մի հատված ես ձեզ համար պիտի կարդամ։ Երկրորդ գլխից 11-12 համարները։ Աստված պիտի ազատի ձեզ ձեր բոլոր թշնամիներից, որոնք ձեզ շրջապատում են, եւ դուք կապրեք ապահովության մեջ։ Այդ ժամանակ, այնտեղ որտեղ Աստված իր անունը կանչելու համար ընտրի, տարեք այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրում եմ, եւ ողջակեզները, եւ ձեր մնացած զոհերը, եւ տասանորդները, եւ ձեր լավագույն զոհերը, որ խոստացել եք տալ Տիրոջը։ Ուրախացեք ձեր Տեր Աստծո առաջ։ Դուք ինքներդ, ձեր որդիները եւ աղջիկները, նաեւ ղևտացիները, որոնք ապրում են ձեր քաղաքներում։ Հալելույա։ Այսօր մեզ համար այս ուրախության օրն է։ Ինչ թշնամիներ ունենք մենք շրջապատված։ Տերն ասում է, ես խոստանում եմ, ձեզ ազատեմ, ձեզ շրջապատած բոլոր թշնամիներից։ Լսեք, սա վերաբերվում էր պատմական ինչ-որ մի ժամանակահատվածի, բայց Աստծո խոսքը հավիտենական է։ Այսօր մեզ փղշտացիները չի, որ շրջապատել են։ Այսօր, այո, մեր դժվարությունները, մեր հիվանդությունները, մեր քաոսները, մեր ընտանեկան խառնաշփոթները, այնքան բաներ կա, որ ես բոլորը չեմ կարող հիշատակել։ Ես գիտեմ որքան մարդ, այնքան հազար խնդիր ու թշնամի։ Ես կարող եմ միայն իմ թշնամիներից, որոնք մարդիկ չեն։ Ես մարդկանց մեջ թշնամի չունեմ։ Ինչ շրջապատած։
Երբ որ կողքը ծակում, ուրեմն իմացի, թշնամին հույր է եկել։ Ասա Հիսուսի անունով հեռացի։ Ալելույա։ Հասկանում ես, երբ որ աղքատությունն է եկել, եթե ծուլության պատճառով է, այդպես էլ պետք է լինի։ Սուրբ Գիրքը խոստանում է, ասում է ծույլ մարդին աղքատությունը հույր է գալիս որպես սպառազինված մարդ։ Հասկանում ես, երբ որ սպառազինված մարդ ես տեսնում, դու ուզես չուզես պետք է ընդունես, թե չէ կարողանա կրակի։ Հասկանում ես։ Հիմա Տերը խոստանում է, քո բոլոր թշնամիներից քեզ կազատեմ, բայց դու այս պիտի անես։ Այն ժամանակ, որտեղ Աստված ընտրի իր անունը կանչելու համար, այնտեղ տարեք այն ամեն ինչ ես ձեզ պատվիրում եմ։ Ողջակեզները, ձեր մնացած զոհերը, տասանորդները եւ լավագույն զոհերը, որ խոստացել եք տալ Տիրոջը, եւ ուրախացեք ձեր Տիրոջ Աստծո առաջ։ Այսօր մենք պիտի ուրախանանք։ Իսկապես տալու ժամանակ ես պիտի հատկապես խնդրեմ այդ տալու ժամանակ իսկապես այնպես ուրախանաք, որ իրանք իմանան, որ իրանք ուրախանում են։ Դուք էլ ուրախությամբ տվեք։ Ուրախությամբ։ Ինչ կլինի։ Սրտի հոժարությունով թող լինի։ Նորից կրկնեմ, ես սա շատ եմ կրկնում։ Ոչ ոք թող չընկճվի, որ իր մոտ քիչ է։ Եթե ինքը քիչ ունի, այդ քիչը ուրախությամբ տուր։ Քո այդ ուրախությամբ տված քիչը, եթե իսկապես քո կարողությունից իսկապես մեծ բան է։ Աստված գնահատում է եւ այն շատ ու շատ տվողներից կարող ավելի արժեքավոր լինի։ Աստված չի ծաղրվում ոչ մեկի ունեցածը։ Եթե քիչ ունես, Աստված քչից շատ չի ուզում։ Աստված չի պահանջում, որ վերարկու վաճառես ու չգիտեմ ինչ անես։ Աստված այդ չի պահանջում։ Քո կարողացածի չափով այդպես էր գրված, բայց արա ուրախությունով։ Քո կարողության չափով ուրախացի Աստծո առաջ։ Եթե այսօր ուրախանալու օրը, ուրեմն ես պիտի ուրախանամ Աստծո առաջ։ Եվ հիմա մեզ համար այս օրն է։ Եվ մինչև դա մենք կանենք, ես ուզում եմ տեղափոխվենք երկրորդ օրինաց 26-րդ գլուխ։ Եվ երկրորդ օրինաց գրքից ես որոշակի հատվածներ պիտի կարդամ։ Երբ որ մտնես այն երկիրը, որ քո Եհովա Աստվածը քեզ կտա իբրև ժառանգություն, եւ այնտեղ բնակվես, այն ժամանակ երկրի ամեն պտուղների երեխայրիներ ասեմ, առաջնեկներից։ Առաջնեկը երեխայրի է կոչվում։ Առնես, որոնք ժողովես քո Եհովա Աստծու քեզ տված երկրիցը եւ դնես մեկ կողովի մեջ։ Հիմա նորից ասեմ, հիմա իրավիճակը եւ ժամանակները փոխվել են։ Մենք մեր ունեցածը կողովի մեջ չենք դնում։ Մենք մեր ունեցածը կամ չերկիզվող պահարանների մեջ ենք դնում, կամ լավ պահվող դրամապանակների մեջ, կամ դնում ենք դոշակի տակ։ Չգիտեմ, ով որտեղ է դնում։ Ես չգիտեմ որտեղ ես դու դնում, որտեղ ես պահում, օրտնված լինի եւ Տերը պահի ու շատ ապահով լինի։ Անկախ նրանից, չերկիզվող պահարանա թե ուղակի որտեղ որը, թող լինի ապահով։ Հիմա տես, ինչ ասում։ Այն ժամանակ երկրի ամեն պտուղների երեխայրիներից առնես, որոնք ժողովես քո Եհովա Աստծու քեզ տված երկրիցը, եւ դնես մեկ կողովի մեջ, եւ գնաս այնտեղը, որ քո Եհովա Աստվածը կընտրե իր անունը դնելու համար։ Հալելույա։ Վերցնես քո ունեցածից։ Գնաս այնտեղ, որտեղ քո Տեր Աստվածը ընտրել է։ Այսօր Հայաստանում շատ տեղեր կան, որտեղ Աստված ընտրել է։ Սա այդ տեղերից մեկն է։ Օրհնյալ լինի քո այստեղ լինելը։ Սա միակ ճշմարիտ տեղը չի։ Ես հավատում եմ, բոլոր եկեղեցիները հավաքում են ճշմարիտ Աստծուն երկրպագելու համար։ Սա այդ տեղերից մեկն է։ Բարի ես եկել։ Ընտրել ես քեզ համար այս տեղը։ Հիմա իմացի։ Այն ինչ որ դու աշխատել ես, եթե քո Տեր Աստվածը քեզ հնարավորություն տված չլիներ, դու այն չէիր կարող ունենալ։ Չէիր կարող ու վերջ։ Ամեն։ Սա ընդունենք որպես փաստ։ Եթե Տեր ինձ առողջություն տված չլիներ, եթե Տեր ինձ ուժ տված չլիներ, եթե Տեր ինձ հմտություն տված չլիներ, եթե Տեր ինձ տաղանդ տված չլիներ, ես ինչպես կկարողանայի։ Հիմա ասում եմ, երբ որ քո Տեր Աստծո տված հնարավորություններով դու բերք ունենաս, վերցնես քո բերքերի լավագույններից,
Քանիսդ գիտեք, որ երեխայրիները լավագույններն են լինում։ Այո, բոլոր գյուղացիները գիտեն, որ առաջի բերքը ամենալավն է լինում։ Հետո կամաց նվազում է։ Ասում էր լավագույններից վերցնեք, դնեք կողովի մեջ եւ բերեք Աստծո տունը եւ նրանց քո Եհովա Աստծո առաջը դնելով Եհովա Աստծուտ առաջին երկրպագություն անես։ Դուք ինձ հետևում եք, չէ՞։ Վերցնես, դնես կողովի մեջ, բերես Աստծո տունը, դնես Տիրոջ տան մեջ եւ Տիրոջը երկրպագություն անես։ Մենք դնելուց հետո երկրպագություն պիտի անենք։ Որովհետև այսպես է գրված. Եվ քո Եհովա Աստվածը քեզ եւ քո տանը տված բոլոր բարիքներով ուրախություն անես։ Ուրախություն։ Արդեն որ երրորդ անգամ հանդիպեցինք ուրախության։ Ուրախություն անես։ Այսինքն տրտմած չբերես, քո տրտմությամբ այլու ուզեցին, էլի ստիպված պիտի տամ։ Ոչ մեկը չի նայում, ոչ մեկը չգիտի դու ինչ ես գցում։ Կարաս արխային չտաս, հանգիստ։ Մեզ չեն հետևում։ Ուրախություն անես։ Դու եւ Ղևտացին եւ ձեր մեջ ապրող օտարականը։ Իսկ օտարականը երբ է ուրախանում։ Երբ որ իրան էլ ես կշտացնում։ Ամեն։ Այն ժամանակ քո Եհովա Աստծո առաջին ասես։ Լսում եք, դու քո Եհովա Աստծո առաջին ասես, սուրբ եղած բանը Աստծո բաժինը սուրբ է։ Այն ինչ որ բերում ես Տիրոջը տալու, սուրբ է։ Սուրբ եղած բանը բոլորովին տանիցս հանեցի։ Եվ քո բոլոր ինձ հրամայված պատվիրանքների համեմատ Ղևտացին, օտարականին, որփին, որփի վայրին տվեցի։ Քո պատվիրանքները զանց չարեցի եւ չմոռացա։ Սուքիս օրերում նրանցից չկերա եւ անմաքուր նպատակներով չգործածեցի։ Եվ նրանց մեռած բաների համար չտվեցի։ Իմ Եհովա Աստծո խոսքին լսեցի, բոլոր ինձ պատվիրածիդ համեմատ արեցի։ Նայիր երկնքից, քո սուրբ բնակարանից եւ օրհնի քո Իսրայել ժողովրդին եւ այն երկիրը, որ տվիր մեզ։ Դու ուզում ես քո եկամուտի աղբյուրը օրհնվի, քո երկիրն օրհնվի, քո տունն օրհնվի, քո դրամապանակն օրհնվի։ Որ ոչ թե եղածը չքվի, այլ եղածը օրհնվի ու շատանա։ Նայիր երկնքից, քո սուրբ բնակարանից եւ օրհնիր քո Իսրայել ժողովրդին եւ այն երկիրը, որ դու տվիր մեզ, ինչպես որ մեր հայրերին երթում էիր արել։ Մի երկիր, որ կաթ եւ մեղր է բխում։ Այսօր քո Եհովա Աստվածը քեզ պատվիրում է, որ այս կանոնները եւ դատաստանները կատարես եւ նրանց պահես եւ կատարես բոլոր սրտովդ եւ բոլոր հոգովդ ուրախությունով։ Դու այսօր Եհովային խոսք ես տալիս։ Ուշադիր լսի, այս խոստումունքը պիտի տանք, ուշադիր լսի, հանկարծ չլինի, շփոթվես ու խոստում տաս։ Ուշադիր լսի, թե ինչ խոստում։ Դու այսօր քո Եհովա Աստծուն խոսք ես տալիս, որ նա քեզ համար Աստված լինի։ Աշխարհ անցնի։ Նա իմ Աստվածն է։ Ես այդ խոսքը տվել եմ վաղուց, եւ ես երջանիկ եմ, որ այդ խոսքը տվել եմ, երջանիկ եմ, որ ընտրությունն արել եմ։ Նա իմ Աստվածն է, եւ դու նրա ճանապարհներում կգնաս։ Եվ ես խոստացել եմ նրա ճանապարհներում կգնամ, եւ նրա կանոնները, եւ պատվիրանքները, եւ դատաստանները պահեմ։ Եվ նրա ձայնին լսեմ։ Այսքանը։ Հիմա սրա դիմաց, սրա փոխարեն քո Տեր Աստվածը քեզ ինչ է խոստանում։ Եհովան էլ այսօր քեզ խոսք է տալիս։ Դուք հասկանում եք ինչ է այստեղ գրված։ Արարիչը քեզ խոսք է տալիս։ Եթե դու այն որ լսեցիր, եթե դու դրա հետ համաձայն ես ու խոսք ես տալիս։ Եհովան էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու իր համար սեփական ժողովուրդ լինես։ Ես նրա թիմից եմ։ Ես նրա ժողովուրդն եմ։ Իմ պաշտպանը նա է։ Ով իմ հետ գործ ունենա, նրա հետ գործ պիտի ունենա։ Ով այդ ռիսկով տղեն,
Ով ա ուզում նրա հետ գործ ունենա, թող գա իմ հետ գործ ունենա։ Ամեն։ Ով ա ուզում նրա հետ գործ ունենա։ Ես նրա սեփականությունն եմ։ Նա իմ Աստվածն է։ Որ դու իր համար սեփական ժողովուրդ լինես, ինչպես որ քեզ ասել է, որ նրա բոլոր պատվիրանքները պահես, եւ նա քեզ բոլոր իր ստեղծած ազգերից գերազանց անե։ Նա խոստանում է իր ստեղծած բոլոր մարդկանցից գերազանց անի։ Գոհությունով, համբավով եւ փառքով, որ սուրբ ժողովուրդ լինես, քո Եհովա Աստծո համար, ինչպես որ ասել է քեզ։ Ալելույա։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք այսօր ուրախանալով ուրախանում ենք, գիտենալով, որ Աստված մեզ մեծ փրկությունով է փրկել, որ եթե մենք աշխատելու կարողություն ունենք, սա իր շնորհիվ է։ Հիմա, եթե ուզում ես, որ Աստված լինի քո Աստվածը, եւ դու լինես իր ժողովուրդը, որ իր պատվիրանքների մեջ ապրես, որ իր բոլոր օրհնությունները քո վրա կան, նա քեզ քո բոլոր շրջապատից ավելի գերազանց արտնի, ավելի փառքով եւ համբավով, եւ դու լինես սուրբ ժողովուրդ, ուրեմն ահա թե ինչ եմ առաջարկում անել, որպիսի մեր քսակը ծակ չլինի, անգեն ասում է, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծարավը չհագեցավ, հագնվեցիք, բայց չտաքացաք, եւ վարձկանն աշխատում է ծակ քսակով, պատահել է ձեր հետ, հասկացել եք, որ շատ է գալիս, բայց ոնց որ օրհնություն չկա, չի պատահել, կամ պատահել է, որ քիչ է օրհնվել է, այո, դա կախված է նրանից, թե ինչպես կվերաբերվես, նրան, ով քեզ տալիս է այդ ամենը, իսկ Հիսուս սովորացնում էր, Ղուկաս 12:33-ում, ձեզ համար չծակվող, չհնացող քսակներ շինեք, ես այսօր առաջարկում եմ, չծակվող եւ չհնացող քսակներ շինեմ, ուզում եմ գիտենաք, օրհնությունը միշտ անհամեմատ ավելին է, քան մեր զոհածը, օրհնությունը միշտ անհամեմատ ավելին է, քան մեր տվածը, կորուստն էլ միշտ անհամեմատ ավելին է, քան մեր չտվածը, պահածը, խնայածը, սա ճշմարտությունը, մենք գործ ունենք այս հավիտենական վեմի հետ, խոսքի հետ, կամ սրան հավատալով կբարձրանանք, կամ այդ քարը պիտի ընկնի, թե ուր կընկնի, Աստված մի առ ասե մեկի վրա ընկնի, կճզմի, եթե մեկի ֆինանսի վրա ընկնի, բանկրոտ, ես չգիտեմ էլ ինչ, ուղղակի մեր զոհերը անելուց առաջ եւ մեր ուխտի խոսքը Տիրոջ առաջ հնչեցնելուց առաջ մենք իրար հետ պետք է հնչեցնենք, ես ուզում եմ մի գրքի մեջ, որ կարդացել եմ, մի տապանակարի վրա գրված խոսքեր, որ ինձ իսկապես մտածելու առիթ է տվել, տապանակարի վրա գրված է եղել հետևյալը, ինչ որ ծախսեցի, ունեի, քանիսդ գիտեք, որ մենք ծախսում ենք ունեցածից, ինչ որ պահեցի, կորցրեցի, պահածը, ուզում եմ հայտնություն ստանաս, գնա հանի, պահածը, կկորցնես անպայման, ինչ որ տվեցի, հիմա ունեմ, նորից կրկնեմ, ինչ որ ծախսեցի, ունեի, ինչ որ պահեցի, կորցրեցի, ինչ որ տվեցի, հիմա ունեմ, տապանակարի վրա, սա ավետարանը, ամեն, հիմա, ես ձեզ առաջարկում եմ, ես հիմա կարդամ, այն ինչ որ իրար հետ պիտի դավանենք, իսկ ով կուզենա չդավանի, կարող է լուր մնա, մեզ չմիանա, ով կուզենա, թող մեզ հետ սա դավանի, այսօր մենք ուրախանալով ուխտում ենք, գիտենալով, դա ոտքի վրա պետք է անենք, դա հանդիսավոր պետք է անենք,
Ես հիմա ուզում եմ կարդամ, որ հանկարծ մեկը չասի ինձ խաբեցին, մոլորացրեցին ու ես խոստումը տվեմ։ Այսօր մենք ուրախանալով ուրախանում ենք, գիտենալով, որ Աստված ինձ խավարից կանչեց իր սքանչելի լույսի մեջ, իմանալով, որ ամեն բարի տուրքի և կատարյալ պարգևի աղբյուրն ինքն Աստված է, հասկանալով և գիտակցելով իմ պատասխանատվությունը Աստծո հանդեպ և իր տան հանդեպ, որն իմ եկեղեցին է, ուխտում եմ հավատարիմ լինեն տասանորդին, ընծաներին և զոհաբերություններին և անեմ այն ուրախությունով։ Հալելույա։ Կանգնենք ոտքի վրա։ Այս ուխտի աղոթքը, այս ուխտն անելուց հետո ես ծառայողներին կխնդրեմ, որ մոտեցնեն մեզ այն կողովները, որի մեջ պիտի տնենք մեր զոհաբերությունը։ Իսկ վերջում պիտի խնդրեմ, հուսով եմ կարգ ու կանոնն ինձ լսում է, պիտի խնդրեմ, որ բոլոր կողովները բերեն այստեղ, որ մենք ուրախանանք, օրհնենք, գոհանանք և սկսվի մեր օրհնությունը, մեր եկամուտի օրհնությունը, մեր դրամապանակի օրհնությունը, մեր կյանքի օրհնությունը։ Ամեն, ամեն։ Հիմա, ովքեր պատրաստ են, թող ինձ հետ կրկնեն։ Այսօր մենք ուրախանալով ուխտում ենք։ Գիտենալով, որ Աստված ինձ խավարից կանչեց իր սքանչելի լույսի մեջ։ Իմանալով, որ ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև Աստծուց է իջնում, հասկանալով և գիտակցելով իմ պատասխանատվությունը, Աստծո հանդեպ և իր տան հանդեպ, որն է իմ եկեղեցին, ուխտում եմ, հավատարիմ լինել, տասանորդին և ընծաներին և զոհաբերություններին, և այն պիտի անեմ, ուրախությունով, հալելույա, դե հիմա արեք, Մենք մեծարում ենք անունը քո, փառաբանում ենք անունը քո, Ալֆա և Օմեգա, սքանչելի արքան, Հիսուս թագավորում ես դու, Viva
Եվ բոլորս մեկտեղ որքան գեղեցիկ ու բարի է Եվ բոլորս մեկտեղ որքան գեղեցիկ ու բարի է Եվ բոլորս մեկտեղ որքան գեղեցիկ ու բարի է Եվ բոլորս մեկտեղ մենք միաբան միշտ միաբան La 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 մենք միաբան միշտ միաբան La 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 որքան գեղեցիկ ու բարի է Եվ բոլորս մեկտեղ որքան գեղեցիկ ու բարի է Եվ բոլորս մեկտեղ Հալելույա։ Հիմա ուշադիր լսեք։ Երբ որ մտնես այն երկիրը, որ քո Եհովա Աստվածը քեզ կտա իբրև ժառանգություն, ես արդեն մտել եմ իմ երկիրը։ Իմ անունը գրված է երկնքում։ Ես արդեն մտել եմ։ Եթե անունդ գրված է երկնքում կողքինիդ ասա, ես արդեն մտել եմ։ Հալելույա։ Եվ նրան ժառանգես և այնտեղ բնակվես, այն ժամանակ երկրի ամեն պտուղների երեխայրիներից առնես, որոնք կժողվես քո Եհովա Աստծու քեզ տված երկրիցը, և դնես մեկ կողովի մեջ, և գնաս այնտեղը, որ քո Եհովա Աստվածը կընտրե իր անունը այնտեղ դնելու համար։ Հալելույա։ Հիմա Եհովան այսօր քեզ խոսք է տալիս, որ դու իր համար սեփական ժողովուրդ լինես, ինչպես որ քեզ ասել է, որ նրա բոլոր պատվիրանքները պահես, և նա քեզ բոլոր իր ստեղծած ազգերից գերազանց անի, գոհությունով, համբավով և փառքով։ Հալելույա։ Մենք ուրախությունով բերել ենք, ամեն մեկս ինչ որ կարողացել ենք, Աստված գիտի քո տվածի չափը, Աստված գիտի քո ուրախության չափը, Աստված ամեն բան գիտի։ Երկու լուման չանարգող, այլ մեծ արժեք տվող Հիսուս գիտի դու ինչ ես տրել այստեղ։ Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում ամենավերջի լումային, որ այստեղ կա, որովհետև այն Տիրոջն է։ Այն դու արել ես Տիրոջ համար։ Այն դու քո ուխտն ես անելով բերել։ Այն Աստծո համար ես բերել։ Եթե Տիրոջ տաճարում բերած խաղողը, քահանայի երերացնելը բնական էր, Տիրոջ եկեղեցում քո աշխատանքի արդյունքը, քո ժամանակի արդյունքը, քո ուժի վաստակի արդյունքը, որ բերել ես ու դրել ես այստեղ, տվել ես Տիրոջը, այն Տիրոջ առաջ երերացնել ուրախությունով, բոլորովին նորմալ է ու քրիստոնեական։ Ամեն։ Բոլորդ պարզեք ձեր ձեռքը, աղոթենք սրանց համար ու շարունակենք ուրախանալ։ Հայր, մենք այս տարվա սկզբի մեր պաշտամունքին բերել ենք քո տվածից, բաժին ենք անել քեզ։ Տեր, ով ինչպես կարողացել է, ով ինչպես արել է, դու ամեն բան գիտես։ Ես աղոթում եմ Աստված իմ, որ այս տարի, այս մարդկանց ունեցածը չկորի, այլ օրհնվի։ Այս մարդկանց ունեցածը սխալ տեղերում չծախսվի, այլ իրենց օրհնության, բարգավաճման համար ծախսվի, իրենց բարիքի համար ծախսվի, իրենց ուրախության համար ծախսվի, իրենց հարսանիքի, իրենց ծնունդի,
եւ ուրախության համար ծախսվի։ Տեր օրհնի ամեն մեկին, որ սիրահոժար եւ ուրախությամբ նվեր բերեց քեզ։ Տեր օրհնի իրանց ձեռքի աշխատանքը, իրանց տաղանդ տուր, իրանց նորոգված միտք տուր, որտեղ որ լինեն, որտեղ որ կան, որտեղ որ աշխատում են, դու իրենց միտքը օրհնի, իրենց ձիրքը օրհնի, իրենց տաղանդն օրհնի, որ շրջապատից ավելի հաջողակ լինեն, ավելի արդյունավետ լինեն, ավելի պտղաբեր լինեն ու ավելի եկամտաբեր լինեն, քո արքայության համար եւ քո փառքի համար։ Տեր օրհնիր ամեն մեկի կյանքը։ Տեր դու սովորացրեցիր, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սրտերը։ Տեր, դու մեծ արժեք տվեցիր մարդուն ուրախությամբ տվող մարդուն։ Տեր, մեր ուրախությամբ տվածը քո առաջ ենք բերում եւ խոստանում ենք։ Քո օրենքի պես ապրենք, քո պատվերները կատարենք, տասանորդները, ընծաները եւ նվերները քո տուն բերենք։ Գիտենալով, որ քո խոսքը հավատարիմ է, որ դու էլ խոստացել ես, որ մենք քո սեփական ժողովուրդը լինենք, որ դու մեզ պիտի բարձրացնես, պիտի բոլոր մեր շրջապատից ավելի ազդեցիկ, փառքով եւ համբավով դարձնես։ Եվ թող սա երևա քո տան մեջ, քո ժողովրդի մեջ, եւ թող փառքը լինի քեզ այս ամենի մեջ։ Թող քո հավատարմությունը տեսնեն, մարդիկ ու դավանեն, որ հավատարիմ է Աստված, որ խոստացածը, սկսածը հասցնում է մինչև վերջ։ Ես գիտեմ, Տեր, որ այն ինչ որ դու մեզ խոստացել ես, այն բարի գործը ինչ որ մեր մեջ սկսել ես, կհասցնես մինչև ավարտին։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։